2025 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ավիաաղետը ցնցեց ամբողջ աշխարհը եւ դարձավ վերջին 29 տարվա ամենախոշոր եւ մասշտաբայինը ամբողջ աշխարհում։ Այն տեղի ունեցավ Հնդկաստանում։ Վերջին անգամ նման մասշտաբի ավիաաղետ տեղի էր ունեցել 1996 թվականին եւ կրկին Հնդկաստանում, երբ օդում բախվեցին հսկայական Boeing 747 եւ Il-96-ը, որտեղ զոհվեց 349 մարդ։ Եվ ահա մոտ 3 տասնամյակ անց պատմությունը կրկնվեց։ Ինչպես եւ ինչու այս ժամանակակից տեխնոլոգիայով հագեցած օդանավը, որը համարվում էր անվտանգության խորհրդանիշ, որն արդեն հասցրել էր գրանցել մի քանի անվտանգության ռեկորդներ, թռիչքից վայրկյաններ անց կործանվեց, տանելով իր հետ ընդհանուր շուրջ 300 մարդկային կյանքեր։ Զոհվում են ոչ միայն ուղևորներն ու անձնակազմը, այլ այդ պահին գետնի վրա գտնվողները, որոնք չեն էլ կարող պատկերացնել, որ ուր որը երկնքից հսկայական մեքենա լիսկավորված տասնյակ տոննա վառելիքով կընկնի ուղիղ իրենց վրա։ Եվ այսպես 2025 թվականի հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Air India չվերթ 171-ը պատրաստվում է երկար թռիչքի դեպի Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Օդանավը Boeing 787 Dreamliner։ Սա Boeing ընկերության ամենաապահով եւ հուսալի ինքնաթիռն է։ Այս մոդելով նախկինում երբևէ չի գրանցվել որևէ աղետ։ Այն ունի երկու հզոր շարժիչ արտադրված General Electric ընկերության կողմից։ Այսօր օդաչուներն են փորձառու օդանավի հրամանատար 47-ամյա կապիտան Սումիտ Սամհարվային։ Նրա կողքին է երկրորդ օդաչու երիտասարդ Clive Kundara։ Ժամը 13:38 րոպեին Boeing 787-ը օդ է բարձրանում։ Ներսում 242 հոգի, 12 անձնակազմի անդամներ եւ 230 ուղևոր։ Ոչ ոք չի էլ կարող պատկերացնել, որ իրենց համար արդեն սկսվել է հետհաշվարկը։ 20 վայրկյան անց, երբ ինքնաթիռն հասնում է 190 մետր բարձրության, հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվում։ Ինքնաթիռը թերևս անհասկանալի պատճառով բարձրություն հավաքելու փոխարեն սկսում է կորցնել այն։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ թվում է շարժիչները չեն տալիս բավական հզորություն կամ ընդհանրապես չեն աշխատում։ Օդաչուները չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Ժամանակը սուղ է, վերադառնալ օդանավակայան շատ ուշ է։ Վայրեջ կատարել անվտանգ մի տարածքում կամ գոնե այսպես ասած այս սավառնող ծանրաքաշ ռումբը փորձել տանել բնակավայրերից հեռու անհնար է։ Չկա հրման ուժ։ Շուրջ բոլորը խիտ բնակեցված թաղամասեր են։ Կարելի է ասել, բոլորը գտնվում են մահացու մի ծուղակում։ Կապիտան Սումիթը միայն հասցնում է փոխանցել ավիադիսպեչերին իրավիճակը, բայց գետնից կարող են միայն հետևել ինքնաթիռի ընթացքը, ուրիշ ոչինչ։ Այնուհետև ներսում տիրում է ծանր լռություն։ 10 վայրկյան անց օդանավը ամբողջությամբ կորցնում է բարձրությունն ու քարշի ուժը եւ ընկնում խիտ բնակեցված թաղամասում գտնվող բժշկական քոլեջի վրա եւ կործանվում նույն րոպեին 13:38։ Ինքնաթիռում եղածներից փրկվում է ընդամենը 1 հոգի։ Նա նստած էր պոչային հատվածում եւ երջանիկ պատահականությամբ հարվածի պահին ամենայն հավանականությամբ չլինելով ամրակապված, պարզապես դուրս է շպրտվում օդանավից։ Զոհվում են նաեւ մոտ 4 տասնյակ մարդ գետնի վրա։ Այդ պահին քոլեջը լի էր ուսանողներով։ Air India 171 չվերթը տևեց ընդամենը 58 վայրկյան։ Անմիջապես սկսվում է որոնողափրկարարական աշխատանքներ, մասնակցում են հարյուրավոր փրկարարներ եւ ոստիկաններ։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվում է օդանավի սևարքերը, դրանք վնասված չեն լինում եւ ուղարկվում են փորձաքննության։ Դրանցից մեկը ձայնագրում է անձնակազմի խոսակցությունը եւ սրահում եղած բոլոր ձայները, իսկ մյուսը օդանավի ամբողջ համակարգի պարամետրերը։ Դեպքի վայր են ժամանում ավիացիոն հետաքննիչներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Boeing ընկերությունից։ Նրանց առաջադրանքն է հնարավորինս շուտ պարզել աղետի պատճառները, քանի որ եթե պարզվի, որ պատճառը եղել է օդանավի տեխնիկական անսարքություն, այն ոչ միայն լուրջ ազդեցություն կթողնի այս մոդելի հեղինակության վրա, այլ նաև կարող է վտանգված լինել շատ մարդկանց կյանքեր։ Այս մոդելով ամեն օր հարյուրավոր չվերթներ են իրականացվում ամբողջ աշխարհում։ Իսկ սա առաջին աղետն էր այս կոնկրետ մոդելով։
Օդանավում 241 զոհվածներից 169 եղել են Հնդկաստանի քաղաքացիներ, 53-ը Մեծ Բրիտանիայի, 7-ը Պորտուգալիայի և 1 Կանադայի։ Միակ ողջ մնացածը ահա այս տղամարդը ասում էր, որ ներսում արտասովոր որևէ բան չի եղել, պայթյուն կամ ահաբեկչություն, օդանավը պարզապես չէր կարողանում բարձրություն հավաքել, նա ինքն էլ չէր կարողանում հավատալ, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ։ Տղամարդը չէր հիշում, արդյոք աշխատում էին շարժիչները, թե ոչ, սովորաբար շարժիչների ձայնը միշտ բարձր լսվում է ներսում։ Տեսանյութում կարծես լսվում է շարժիչների ձայն, բայց դեռ անհայտ է, արդյոք դրանք աշխատում են անհրաժեշտ հզորությամբ, թե ոչ, գուցե հետո խափանվել են։ Չնայած պաշտոնական հետաքննությունը դեռ չի ներկայացրել վերջնական պատճառները, որոշ վերլուծաբաններ ու անանուն աղբյուրներ առաջ էին քաշում նաև մի անհավանական թվացող վարկած։ Ըստ այդ վարկածի համաձայն, հնարավոր է, որ աղետը կապված է եղել կիբերհարձակման կամ հաքերային միջամտության հետ, որի միջոցով միգուցե փոխվել են ինքնաթիռի որոշ կառավարման պարամետրեր։ Այս ծայրահեղ քիչ հավանական վարկածը տարածվել են որոշ սոցիալական հարթակներում կապված Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող լարվածության ֆոնին։ Չնայած այս վարկածը ամենաքիչ հավանականն է, ամեն դեպքում այն չի բացառվում, քանի դեռ հայտնի չէ իրական պատճառները։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր խորին ցավակցությունն էր հայտնել բոլոր զոհերի հարազատներին և հավելել, որ կլինի ֆինանսական խոշոր փոխհատուցում։ Հնդկաստանի տվյալ նահանգում հայտարարվել է սգո օր։ Վարկածները շատ կարող են լինել, բայց դրանցից ամենահավանականը և քննարկվողները երկուսն են՝ օդաչուի սխալ և ինքնաթիռի տեխնիկական թերություն, հատկապես շարժիչները և վառելիքի սնուցող պոմպերը։ Թռիչքից առաջ օդանավը լիցքավորված է եղել 80,000 լիտր ավիավառելիքով, ընդհանուր թռիչքային քաշը կազմել էր 227 տոննա։ Այս մոդելի համար շարժիչ արտադրում է երկու խոշոր ընկերություն՝ Rolls-Royce-ը և General Electric-ը։ Տվյալ օդանավի վրա եղել է General Electric ընկերության արտադրած երկու հզոր շարժիչ, որոնցից յուրաքանչյուրը առավելագույնը կարող է արտադրել 70,000 ֆունտ քարշի ուժ։ Դա ավելի քան բավական է այս ծանրաքաշ մեքենան օդ բարձրացնելու։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ թռիչքի պահին շարժիչներից մեկը խափանվել է, ապա այս մոդելը կարող է հանգիստ օդ բարձրանալ նույնիսկ մեկ շարժիչով։ Ավելին, այն կարող է նույնիսկ թռիչքը շարունակել առանց լուրջ խնդիրների։ Իսկ որոշ անկախ ավիացիոն հետաքննիչներ և փորձառու օդաչուներ հակված են այն փաստին, որ սա հնարավոր է լինի օդաչուի սխալ, չնայած նրան, որ օդաչուները, հանձինս կապիտան Սումիտ Սաբհարվային, եղել են բավական փորձառու։ Ըստ նրանց, օդաչուները միգուցե թևերի վրա գտնվող այս երկաթյա շերտերը, որոնք կարգավորում են թռիչքը, վայրեջքը և արգելակման ընթացքը, թողել են սխալ դիրքի, ինչի հետևանքով օդանավը կորցրել է բարձրացնող ուժը և ընկել։ Թեև տեսահոլովակում այն չի երևում, ամեն դեպքում այս վարկածը չի բացառվում, դեռ ընթանում է հետաքննություն պարզելու օդանավի կործանման պատճառները։ Սա փորձառու օդաչու կապիտան Ռիչարդ դե Կրեսպինին է, ավիացիայի իրական հերոս, կենդանի լեգենդ, մարդ, ով 2010 թվականին, երբ աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը Airbus A380-ը վթարվեց օդում և գտնվում էր բառացիորեն աղետի շեմին, իր պրոֆեսիոնալ պատրաստվածության շնորհիվ, չունենալով գրեթե ոչինչ, կարողացավ ետ վերադարձնել այս հսկայական 560 տոննա կշռվող մեքենան օդանավակայան, կատարելով անհավանական վայրեջք և փրկեց ներսում բոլոր 469 հոգու կյանքը։ Դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, միգուցե երկու շարժիչներն էլ խափանվել են, միգուցե եղել է օդաչուի սխալ կամ այլ բան, մենք դեռ չգիտենք, բայց ինչ էլ որ եղած լինի, օդաչուները ինչքան էլ փորձառու լինեին, ոչինչ անել չէին կարող, ժամանակը շատ սուղ էր, ընդամենը 30 վայրկյան, կարելի է ասել, որ աղետը անխուսափելի էր։ Ամեն դեպքում պետք է սպասել հետաքննության ավարտին։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաների, նոր սերնդի շարժիչների և անվտանգության առաջատար համակարգերի շնորհիվ ավիափոխադրումը համարվում է աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը։ Ամեն օր ամբողջ աշխարհում իրականացվում է ավելի քան 100,000 կոմերցիոն թռիչք, տարեկան շուրջ 40 միլիոն։ Բայց ըստ միջազգային վիճակագրության տվյալների, մահաբեր ավիաաղետի միջին հավանականությունը կազմում է 1 դեպք
10 միլիոն թռիչքից։ Իսկ եթե այս թիվը տեղափոխենք յուրաքանչյուր անհատի մակարդակ, ապա ստացվում է, որ մարդը, եթե ամեն օր նստի ինքնաթիռ, նրան կպահանջվի ավելի քան 25,000 տարի, որպեսզի հայտնվի ավիաաղետի մեջ։ Եվ Air India 171 չվերթը այդ անհավանական թվացողներից մեկն էր։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։